Կյանքում շատ մեծ է կնոջ դերը, հատկապես հայ կնոջ, որպես մայր, քույր, կին։ Առհասարակ, առանց կնոջ տղամարդիկ դժվար թե կարողանային լուրջ հաջողությունների հասնել, նվաճումներ ունենալ։ Կինն ամեն ինչ է տղամարդկանց համար, իսկ կնոջ դերն ու կարևորությունը մեկ անգամ ևս ընդգծվում է միամսյակի ընթացքում։ Ուստի պատահական չէ, որ բժշկի մոտ հաղորդաշարը ողջ միամսյակի ընթացքում որոշել է ներկայացնել բժշկուհիների, որոնք իրենց կյանքի փորձով, ձեռք բերած գիտելիքներով եւ հայ կնոջ հաջողության յուրովի բանաձևով օրինակ են ոչ միայն բժշկության մեջ, այլ յուրաքանչյուր հայ կնոջ համար։ Ինչպես համատեղել կարիերան եւ ընտանիքը եւ երկուսն էլ պահել բարձունքում։ Բժշկի մոտ հաղորդաշարի շրջանակներում կիսվել է Իզմիլյան բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ, Երևանի պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Նունե Եսայանը։ Եթե չլինի կինն ու գինին, ինչպես ասում էր Անմահ Ֆիրդուսին, ինչ կհաղթեր կյանքում հերոսին, եթե չլիներ կինն ու գինին։ Ըստ ձեզ հեշտ է բացահայտել կնոջը։ Իհարկե ոչ։ Ամեն մի կին դա մի հանելուկ է, մի դիեզերք։ Եվ բացի դրանից ընթերցված գիրքը հետաքրքիր չի ընթերցել։ Իսկ կանայք կանանց հիմնականում ընթերցել մինչև վերջ դա հնարավոր չէ։ Դրա համար իրենք իրենց հետաքրքրությունը պահում են մինչև կյանքի վերջ։ Ինչ պետք է անի տղամարդը ըստ ձեզ, եթե կինը սխալ է։ Պետք է հոգատարաբար, համբերատար, սխալները ուղղի։ Այլ դեպքում, եթե ավելի վճռականորեն փորձեն սխալները ուղղել, ինձ թվում է ավելի բարդ սխալների առաջ կկանգնեն։ Ինչ հատկանիշներ չպետք է բնորոշեն հայ կնոջը։ Հայ կնոջը չպետք է բնորոշեն ստախոսությունը, խառնակցությունը, դավաճանությունը, առաջի հերթին փնթիությունը։ Տղամարդու որ քայլը կարող է հիասթափեցնել Նունե Կարլյանովնային։ Ինձ անձամբ ստախոսությունն ու դավաճանությունը։ Կնոջը պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել։ Տարիքի հետ հասկանում եք որ ամեն ինչ ունայնությունը դիեզերքի շարժիչ ուժը դա սերն է։ Սեր խոստովանելու լավագույն տարբերակը հոգատարություն, ուշադրություն, լավ խոսքեր։ Սիրո ձեր բանաձևը։ Հատուկ սիրո բանաձև ես չունեմ։ Դա հոգատարություն մեկը մյուսի հանդեպ, ներդաշնակություն։ Ընտանեկան հարաբերություններում ամենակարևորը փոխզիջումներն են։ Կնոջ համար ամենակարևորը Ամենակարևորը ամուսնու ուշադրությունը, լավ վերաբերմունքը։ Շարունակեք խնդրեմ միտքս, եթե կինը փնտրում է վեճի պատճառ, ապա կամ ուշադրության կենտրոնում չէ, կամ էլ ուղղակի հիասթափություն է ապրել։ Երևույթ, որից կյանքի այս փուլում ամենաշատն եք վախենում։ Մարդկային կորուստները։ Եվ վերջում ինչ կմաղթեք մեր հայ կանանց, որպես փորձառու բժիշկ, հայեցի ընտանիքի մայր։ Կմաղթեմ առաջին հերթին կանացի երջանկություն, ընտանիքով զբաղվելու հետ միաժամանակ չմոռանալ, կինը պետք է չմոռանա իր մասին, իր ինքնության մասին, սիրված լինեն։ Շնորհակալ եմ։ Դեզ այնցել եմ շնորհակալ հրավերի համար։